Բագրատ Սրբազանի եւ մյուս արդարների կալանավորումից հետո եւ նրանց վերագրվող կեղծ մեղադրանքից հետո, իսկ հիշում եք առաջին օրերին նրանց մասին ինչեր էին խոսում, մի կծած, կպցրած, չգիտեմ, այո, Հովհաննես Խուդոյանը հստակ ապացուցեց, որ պահաբեկ չի պիտակ եւ այլն, ես այլևս որևէ պաշտոնական տեղեկատվության արժանահավատության չեմ հավատում, հատկապես իրավապահ մարմինների, հետեւաբար ինձ չի հետաքրքրում ինչի համար են մտել Իզմիլյան կենտրոն։ Սա ակնհայտ է, որ մի քանի ուղղություններով իրենք մի քանի սցենարներով թիրախավորումներ ունեն։ Եկե Չարչյանի անձն է, այո, որ մեր կողմից բոլորիս կողմից սիրված բժիշկը, մարդը, բոլորս մենք նրան ճանաչում ենք, տասնյակ հազարավոր կյանքեր փրկած, շատ կայուն համոզմունքներ, սկզբունքներ, բարոյականության ամուր հիմքեր ունեցող անձնավորություն, մի տեսակ, որի հետ անհաշտ է այս իշխանությունը մի խոսքով, եթե նույնիսկ այդ մարդը շատ վաղուց ակտիվ ներքաղաքական կյանքում չկա, ազգային հարցերում այո տեսակետներ արտահայտում է, բայց իր գործին է։ Մյուսը չմոռանանք, որ այս եկեղեցին բժշկական կենտրոնի եկեղեցու հետ է կապվում եւ գուցե ինչ-որ նոր բան են մոգոնել եկեղեցու հետ կապված։ Չեմ էլ ուզում կանխատեսել ինչ ընթացք ունենա այս գործը, որովհետեւ Փաշինյանը որպես կանոն մի քանի սցենար է ունենում ըստ քաղաքական նպատակահարմարության,